Հայաստանի զինանշանի վրա ավելի քան 30 գերբագիտական սխալ կա։ Դեռևս 2 տարի առաջ այս մտահոգությունը ներկայացվել է Հանրային խորհրդի մշակութային հանձնաժողովում, որից հետո կատարվել է մանրամասն ուսումնասիրություն։ Թե առյուծի եւ թե արծվի բերանները փակ են։ Գերբագիտությունը դա գիտություն է։ Ըստ այդ գիտության կանոնների փակ բերանով կենթանիները դրանք մեռած կենթանիներ։ Թույլ, անուշ, անօգնական կենթանիներ։ Այս տեսակետից, եթե մենք վերլուծենք մեր գերբը, մենք պետքա պատկերացնենք կամ ենթադրաբար կարծենք, որ մեր պետությունը թույլ, անօգնական, խեղճ պետություն։ Խնդիրներից մեկն էլ զինանշանի վրա ժապավենի առկայությունն է։ Ժապավենի վրա պետք է գրվի տվյալ երկրի կարգախոսը, մինչդեռ Հայաստանը կարգախոս չունի։ Կամ մենք պետքա գերբի վրայից հանենք այս ժապավենը, կամ մենք պետքա ընդունենք մեր պետականության, մեր պետության կարգախոսը եւ տեղադրենք տվյալ ժապավենի վրա։ Ինչ վերաբերում է Վահանին, որի վրա տեղադրված է Արշակունիների, Արտաշեսյանների, Բագրատունիների եւ Ռուբինյանների խորհրդանշանները, ապա այստեղ գույները չեն համապատասխանում տվյալ տոհմերի խորհրդանշանների գույներին, սակայն սա դեռ ամենը չէ։ Եվրոպայում կարմիր առյուծը տեղափոխվել է Կիլիկիայից։ Այսօր այդ առյուծը կա 12 երկրների գերբերի վրա։ Բայց տեսեք մեր գերբի վրա դա ինչ արտահայտություն է։ Սա եթե ուշադիր նայեք, կարծես սմայլիկ լինի, մուլտֆիլմի ինչ-որ մի հատ, ինչ-որ մի տարօրինակ բան, որը ոչ առյուծ է, ոչ դեմք ունի առյուծի, ոչ որևէ, չգիտեմ, ինչ-որ շարժման մեջ, ընթացքի մեջ, կարծես գոյություն չունի։ Բոլոր սխալներն ու աղավաղումները միանգամից թվարկել հնարավոր չէ։ Գագիկ Մանասյանը տեղեկացնում է մշակույթի նախարարությունում ստեղծել են հանձնաժողով, փորձում են գերբի գիտական բացատրություն ստանալ։ Ոչ պաշտոնապես էլ դիմել են նկարիչ Կարեն Աղամյանին, խնդրելով ներկայացնել գերբի տարբերակ, հաշվի առնելով նշված նկատառումները։ Արդեն մշակվել է մոտ 50 առաջարկ։ Առաջիկայում տարբերակները քննարկման կդրվեն եւ կներկայացվեն իշխանություններին։ Մշակութաբանը հույս ունի՝ մի քանի տարվա ընթացքում խնդիրը լուծում կստանա։